Ողջույն ընկերներ, այս պահին ուղիղ եթերում եմ եւ Instagram-ում եւ իմ Telegram-յան ալիքում չհայտարարված ուղիղ եթեր կամ այսպես ասած վաղուց հայտարարված ուղիղ եթեր այսօրվա թեման շատ գժական թեմա է, հա, ես պետք եմ ինձ թեման է, որի մասին ես նախորոք հայտարարել եմ, ուզում եմ, որ անպայման լսեք այս թեման, մի հատ այս տեխնիկական հարցերը վերջացնեմ, հա, եթերը պահպանվելու է, դրա համար այս պահին այդքան կարևոր չի, թե քանի մարդ է նայում ինձ եւ այլն, կարևոր է, որ հետո ես գիտեմ շատ մարդկանց համար ինքը պետքական է լինելու ու օգտակար է լինելու, այնպես որ ով կմիանա, ով չէ, ես հիմա նշում եմ մեր այսօրվա թեման, ես պետք եմ ինձ, հա, ես պետք եմ ինձ, ինչի եմ հենց այսօրվա թեման այսպիսին ընտրել, հա, գալիս են ինձ մոտ այցելուներ, հա, տարբեր հարցերով, տարբեր խնդիրներով ու տարբեր դժվարություններով ու հիմնական խնդիրը, որին ես մի քանի այսպես ժամանակ առաջ բախվեցի, իմ հենց այսպես երկու այցելուներ, ամեն մեկը տարբեր տեղերից, բայց միևնույն խնդիրը, որ շատ նման էր, հա, էլի եմ ունեցել այցելուներ, ովքեր այս խնդրով եկել են եւ այլն, բայց այս մեկը, այս մի դեպքը շատ նման էր իրար ու այդտեղ ես որոշում կայացրեցի մի փոքր ավելի բարձրաձայն խոսել այս թեմաներով, այս թեմայով, հա, ես պետք եմ ինձ թեմայով, ինչի եկավ, հա, որովհետև երկու այցելուներիս խնդիրն է, հա, որ իրենք մտածում են, որ այս կյանքում, հա, իրենց ամենակարևոր բանը այն է, որ պետքա, որ իրենք անպայման ինչ-որ մեկին պետք են, հա, ու այդ ձևով, հա, երբ որ մարդը մտածում է, որ ինքը ինչ-որ մեկին պետք է, ինքը ամեն կերպ փորձում է այս մարդու կյանքը վերահսկել, հա, որտեղ ինքը բախվում է լիքը դժվարությունների։ Եկեք հասկանանք, որ մենք շատ բաներ չենք կարող վերահսկել ու այն մեր միակ այն խնդիրը, որը մեզ մեր կյանք դժվարություններ է բերում, այդ վերահսկումն է ու մտածելը, որ ես, եթե ինչ-որ բաներ չվերահսկեմ, հա, ես ոչ մեկի պետք չեմ լինի։ Եկեք հիշենք, հա, հիմա երբ որ ես շատերիդ ասեմ, հա, զգացեք, մտածեք, ինչպիսին կլինի ձեր կյանքը, երբ որ դուք հասկանաք, հա, որ մի պահ պատկերացնեք, որ դուք ոչ ոքի պետք չեք։ Նա դասը Գոհաճան այս մի հատ նայեր նոր, մի խոսքով, երբ որ ես ձեզ ասեմ մի պահ պատկերացրեք, որ դուք ոչ ոքի պետք չեք, մի պահ ընդամենը թույլ տաք ձեզ պատկերացնել։ Իմ այցելուներից մեկը նույնիսկ վախենում էր, հա, մենք շատ աշխատել ենք, որպեսզի ինքը կարողանա գոնե ընդամենը մի քանի վայրկյանով իրեն թույլ տա պատկերացնել, որ ինքը ոչ ոքի պետք չի։ Ընկերներ, ես ուզում եմ ձեզ ասել, որ ինչքան խնդիրներով, որ գալիս են ինձ մոտ մարդիկ, հա, կապ չունի, քանի դեռ մենք չենք լուծել այս գլխավոր հարցը, հա, որ մարդը հասկանում է, որ ինքը ոչ ոքի պետք չի։ Երբ որ դու մի պահ թույլ տաս քեզ ընդամենը մտածել, որ դու ոչ ոքի պետք չես, ինչ ես ստանում դու այստեղ, դու կմտածես, բա ես ում համար եմ ապրում, ես էլ ոչ մեկի, ես ում համար եմ ապրում, ես չունեմ, ես ուզում եմ, իմ այցելուն հենց այսպիսի բառերով էլ գրել էր, հա, ես չեմ ուզում այդ բառերը ուղիղ եթերում ասել, որ ես էլ չեմ ուզում ապրեմ, ես ուզում եմ իմ կյանքին վերջ տամ, հա, այսպիսի նման արտահայտություններ, բայց երբ որ դու քեզ ընդամենը սենց թույլ ես տալիս մի քանի վայրկյան մտածել, որ դու ոչ ոքի պետք չես, ձեռք ես բերում մի հատ շատ կարևոր բան, որը շատ մարդիկ ուզում են, տենչում են, բայց չգիտեն, թե
ինչ ձևով իրանք կարող են այդ ամեն ինչը ունենալ։ Այդ ազատությունն է, ընկերներ, այդ ազատությունն է։ Բոլորը ուզում են ազատություն, բոլորը խոսում են ազատության մասին, բայց մարդիկ չգիտեն, որ երբ որ իրենք թույլ տան իրենց մտածել, որ ես պետք չեմ իմ երեխային, ես պետք չեմ իմ ամուսնուն, ես պետք չեմ իմ սկեսունին, ես պետք չեմ իմ մամային, ես պետք չեմ իմ պապային, հա, ընդամենը թույլ տան իրենց մտածել այդ կերպ, իրանք ձեռք են բերում ազատություն, ներքին ազատություն։ Ու ոչ սա բնավ այն մասին չի, որ դուք դադարում եք այդ մարդկանց հետ շփվել, ոչ բնավ այն մասին չի, որ դուք սյո դադարում եք այս մարդկանց լուրջ վերաբերվել ձեր կյանքում, չէ։ Դուք ապրում եք ձեր կյանքը, ու շատ հավանական է, մեծ է հավանականությունը, որ ձեր կյանքը ավելի է լավանում, այդ մարդկանց հետ շփումներում, այդ ձեր հարաբերությունները ավելի է լավանում, բայց դուք ունեք ներքին միտք, հա, որ ես ոչ մեկի պետք չեմ։ Ես իմ ժամանակին, հա, արել եմ այս պրակտիկան, ու հեշտ է իմ մոտ ստացվել այդ ամեն ինչը, ես ինչ-որ փուլում էի ու այդ ամեն ինչը ինձ մոտ հեշտ ստացվել, որ ես ոչ մեկի պետք չեմ, իմ երեխաներին պետք չեմ, իմ ծնողներին պետք չեմ եւ այլն, ու այդ ամեն ինչից հետո իմ կյանքը հեշտացել է, շատ է հեշտացել, երեխաներիս հետ հարաբերություններն է հեշտացել, վեճեր չկան երեխաներիս հետ անհիմն ինչ-որ sense առիթներով, որով չկա վախեր, չկա երեխաների վրա անիմաստ ինչ-որ sense դողալու այդ բաները, հա, ու երբ որ ես ինչ-որ ժամանակահատված ես գալիս եմ Հայաստան կամ ես ինչ-որ տեղ եմ գնում ու իրենք մնում են իրանց պապայի մոտ կամ շաբաթվա մեջ 2 օր իրանք մնում են իրանց պապայի մոտ ու ես առանձին ու այդ ժամանակահատվածում չկա իմ մոտ այդ վախը, որ բա եթե ես մենակ եմ, հա, մենակության վախ, եթե դու հասկանում ես, որ դու քեզ պետք ես, նաև այստեղ կորում է այդ մենակության վախը։ Մենակ մնալու վախը, որը շատերի մոտ էլի սենց ինչ-որ սենց իրա պիկին է հասած, կորում է այդ ամեն ինչը, երբ որ դու հասկանում ես, որ դու քեզ ես պետք, հա, երբ որ դու մտածում ես, որ այլ մարդ չկա այս աշխարհում, ում դու կսիրես, չգիտեմ եւ այլն, դու ստեղ հասկանում ես, որ դու քեզ ես պետք։ Դու ուզում ես մի քանի րոպե ավել մնալ ինքդ քեզ հետ, մի քանի րոպե ավել անցկացնել ինքդ քեզ հետ, մի քանի րոպե, մի քանի բան ավել տալ ինքդ քեզ։ Ու այդ ժամանակահատվածում հենց այն մարդկանց հետ, ում հետ դու մտածում ես, որ հարաբերությունները, որ իրանց դու պետք չես, այդ հարաբերությունները ավելի է լավանում, հա, ու երբ որ մենք դադարում ենք այդ թելը ձգելը, ամեն ինչ sense դառնում է հանգիստ, ամեն ինչ sense դառնում է խաղաղ, ընդհանրապես մտքում թույլ տալ մտածել, որ հա, իրոք, հիմա իմ երեխան կմեծանա, ու ես իրան պետք չեմ։ Տեսեք, օրինակ ես մեծացել եմ, ես եկել եմ այլ երկիր ապրելու։ Իմ ծնողներին չպետք է անեին, պետք է նստեին լացեին, ու կամ ես, հիմա ես ապրում եմ մի երկրում, Գերմանիայում, հա, ու վաղը մյուսօր կարող եմ աղջիկս որոշում է սովորելու գնա այլ երկիր, ինչ պետք է անեմ, հա։ Ես ոչ մեկի պետք չեմ, պետք է նստեմ լաց լինեմ, կամ չգիտեմ, ես բաժանվել եմ, ոչ մեկի ես պետք չեմ։ Բա ես ինքս ինձ պետք չեմ։ Մնում է այստեղ հարցը, հա, իսկ օքեյ, եթե աշխարհում էլ ոչ մեկի պետք չեմ, ես ինչ կանեի այդ ժամանակ, դու այս վախենալու է, ես հասկանում եմ, որ այդ վախենալու է, բայց մենք ուզում ենք աճենք, իսկ այդ աճը գալիս է վախի միջով անցնելով, մենք պետք է կարողանանք այդ վախի աչքերին նայել ու հասկանալ, որ ստեղ է մեր աճը, ինչ ես պետք է անեմ, որ գնամ առաջ։ Ու հենց այս ժամանակահատվածում էլ դու սկսում ես հասկանալ, լավ, եթե ես ոչ, օքեյ, ես ինչ կանեմ, այդ ժամանակ, երբ որ ես մտածել եմ, հա, լսեք, ուղղակիորեն լսեք, երբ որ ես հասկացել եմ, որ ես ոչ մեկի պետք չեմ, հա, ընդունել եմ այդ փաստը, օքեյ, ես ոչ մեկի պետք չեմ, լավ, հələ մի տարի սենց մի հատ էքսպերիմենտ անենք, հասկանանք ինչ կլինի, սիրում եմ այդ էքսպերիմենտ բառը, իմ փոքրիկ այցելուների հետ այդ եմ օգտագործում, ասում հələ մի տարի էքսպերիմենտ անենք։ Այդ էքսպերիմենտն եմ արել, լավ, ես, օքեյ, լավ, հա, սենց լացում եմ, ես ոչ մեկի պետք չեմ եւ այլն, ու ինչ ստացվեց այդ ամեն ինչից ծնվեց գիրք, որը լիքը մարդկանց մոտիվացրեց, լիքը մարդկանց կյանքերը բարելավեց, հա, իմ մեկ ուրիշ երս գիրքը ծնվեց այդ ամեն ինչից, որ ես ոչ մեկի պետք չեմ,
ես ոչ մեկի պետք չեմ, ինչ կանեմ ես, ոնց կվարվեմ իմ կյանքի հետ, ինչ կփոխեմ ես իմ կյանքում, ինչպիսին կլինի իմ կյանքը, երբ որ ես ոչ մեկի պետք չեմ։ Այսինքն, ընկերներ, ամեն իրավիճակ, որը ծնվում է ձեր կյանքում, որը գալիս է ձեր կյանք, ընդհանրապես պետքա, տեսեք, դուք կարող եք նստել, լացել, ես իմ կյանքին վերջ կտամ, ես չգիտեմ այս կանեմ, ես չգիտեմ այն կանեմ։ Okay, հա, հասկանում եմ, այդ ամենահեշտ տարբերակն է, իսկ էլ չկա ուրիշ տարբերակ։ Էլ ուրիշ տարբերակ չկա մտածելու, որ լավ, ես ինչ կանեմ միայն ինձ համար, մենակ ինձ համար։ Ես ինձ եմ պետք, ինչ անեմ ես մենակ ինձ համար։ Ու երբ որ մտածում ես, իրականում հասկանում ես, որ այդ հələ մի րոպե։ Եթե ես ոչ մեկի պետք չեմ, այսինքն ես ունեմ ժամանակ ինձնով զբաղվելու։ Այսինքն ես կարող եմ անել ինչ որ ինձ ա դուր գալիս, հա? Ոչ թե անեմ ինչ որ ստիպված բաներ, չգիտեմ, լիքը բաներ, հա? Երբ որ ամեն մեկը մի պահ որոշի, հա, որ ես անցնում եմ այդ վախերի միջով, ես գնում եմ առաջ, ինքը դառնում է ուժեղ։ Ներքին ուժեղության մասին է խոսքը, հա? Ու էլի եմ ասում, այստեղ պետք չի ընդհանրապես վախենալ, այն մարդկանց հետ հարաբերությունները լավանում է։ Այդ մարդկանց մեջ ձեր հարաբերություններում չկա այդ լարվածությունը, չկա այդ ինչ որ բան sense անընդհատ ուզենալ վերահսկել, որտեղ վերահսկելով մենք կորցնում ենք այդ բնականությունը, այդ սիրուն գեղեցկությունը, թեթևությունը, լիքը բաները մենք կորցնում ենք, երբ որ մենք սկսում ենք վերահսկել այդ ամեն ինչը։ Այս թեմայով կարող եք գրել հարցերը, որոնք ձեզ հետաքրքիր են։ Ես կուզենայի, տեսեք, այս պահին վերլուծել նաև այն իրավիճակը, որը իմ այցելուի մոտ էր, հա, տեսեք, մենք մանկության տրավմաները ապրում ենք 3 կերպ, հա, մենք անընդհատ մեր կյանք ենք ձգում այդ տրավմաները, որպեսզի մենք ապացուցենք, հա, որ մեր հետ օրինակ վատ են վարվել, ու մենք անընդհատ ամեն տեղ այդ ամեն ինչն ենք տեսնում։ Մեր հետ վարվեցին, մեր հետ վարվեցին եւ այլն։ Երկրորդ տարբերակը, որ մենք ընտրում ենք մեր հետ վատ են վարվել, մենք բոլորի հետ սկսում ենք լավ վարվել, հա, ընտրում ենք ապաքինման ճանապարհը։ Ու հաջորդ տարբերակը, որ մենք անընդհատ մեր կյանք ենք քաշում նմանատիպ իրավիճակներ, որպեսզի կարողանանք ապացուցել ու խոսել, որ այդ ամեն ինչը աշխարհը վատն է, հա, աշխարհը վատն է, աշխարհը արդար չի ու լիքը sense բան է։ Տեսեք, ու երբ որ մենք ընտրում ենք այդ ապաքինման ճանապարհը, հիմնականում մի փոքր բարդ է լինում, հա, որովհետև մեր ծնողները մեզ չեն, ասենք, սիրել, մեզ ուշադրություն չեն տվել ու մենք, տեսեք, չափից շատ սկսում ենք մեր երեխաների վրա մեր երեխաներին տալ այդ սերը, մտածելով ոչ թե այնպես, որ այդ իմ երեխային պետք է, այլ այնպես, որ ինձ չեն տվել, դավա ես տամ, այսինքն մենք այդ ժամանակ մենք խեղդում ենք մեր սիրով մեր երեխային, այսինքն տալիս ենք ոչ թե այնքան, ինչքան որ երեխային է պետք, այլ այնքան, ինչքան որ մեզ չեն տվել, մենք մի հատ էլ այդ ենք տալիս այդ երեխային։ Այստեղ իմ այցելուներից մեկը հենց ուներ խնդիր այս ամեն ինչի հետ կապված, ու որի վրա ես ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել, որպեսզի դուք ձեզ մեկ-մեկ հարց տաք, հա, արդյոք ես իսկապես իմ երեխային պետք է, թե ես անում եմ, որովհետև ինձ հետ չեն արել այդ պատճառով։ Այստեղ շատ կարևոր մի հատ sense կետ է, sense մի հատ փոքրիկ sense գիծ է, որի վրա դուք պետքա ձեր ուշադրությունը հրավիրեք ու հնարավորինս մեղմ լինեք, փորձելով չխեղդել ձեր երեխաներին ձեր սիրով, որովհետև ձեր ժամանակին չեն տվել ու դուք դավավճնի տալիս եք, sense ավել բաներ եք տալիս իրանց։ Շատ կարևոր է հասկանալ, որ երեխաները, ճիշտ է, մեր երեխաներն են, բայց իրանք նաև առանձին անհատներ են, հա, այսինքն մենք իրավունք չունենք մեր կյանքի լիքը բաներ պրոյեկտենք, ներմուծենք, հա, իրանց վրա ու ասենք, որ չէ, դու պետքա էս անես անպայման, չէ, դու պետքա էսպես անես, այսինքն մենք պետքա իրանց սիրենք, պաշտպանենք,
ու ուղղորդենք, որպեսզի իրանք ոչ թե անեն այն, ինչ մենք չենք արել, այլ անեն այն, ինչ որ իրանցն է, իրանց սրտին մոտ է, այն ամեն ինչը, ինչի համար, որ իրանք են ստեղծվել, ինչը իրանց բնությունից է, ինչը իրանց ներսից է գալիս, օգնենք, որպեսզի իրանք կարողանան այդ ամեն ինչը այդ տարբերակով ստեղծեն։ Էլ ինչի մասին էի ուզում այստեղ ես խոսել ձեր հետ։ Շատ լավ։ Էս ինչ որ բան սեղմեցի, ես չհասկացա։ Ինչ որեցի։ Չէ։ Գիտեմ ինչ որ բան փոխվեց։ Գրեք այս թեմայի հետ կապված ձեր հարցերը, արդյոք դուք ունեք այդ ներքին ազատությունը, հա, մի պահ մտածեք, արդյոք դուք ունեք այդ ներքին ազատությունը, որ ընտրում եք իրավիճակներ այն բանի համար, ոչ թե վախից, հա, որ եթե ես չընտրեմ, ես մենակ կմնամ, այլ ընտրում եք նրանից, որովհետև ձեզ հաճելի է, որովհետև դուք սիրում եք այդ ամեն ինչը, հա, կա այդ ներքին խաղաղությունը ձեր ներսում ու արդյոք վստահ եք, որ ինչ որ բաներ ընտրելիս ընտրում եք ձեր ներսի սիրուց, այլ ոչ թե վախերից դրդված, որ մենակ կմնաք, որ սիրված չեք լինի, որ պետք չեք լինի մարդկանց, հա, որ ձեր ամենահարազատ մամային, պապային, տատիկին, պապիկին, երեխեքին, ամուսնուն եւ այլն պետք չեք։ Այս շատ կարևոր կետ է, ինչի վրա ես ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել։ Կարծում եմ այսօր այսպես էլ կթողնեմ, հա, հենց այսպես քիչ, կարճ, սենց կլորիկ փոքրիկ ուղիղ եթեր ձեր համար ու մնացած հարցերով կանենք մյուս հանդիպումներին ուղիղ եթերները։ Այսքանը բոլորիդ լավ որ եմ ցանկանում։ Կարծում եմ ինքը արդեն սենց բավական էր, որ այս թեմայի մասին դուք խորհեք։ Գրեք ձեր կարծիքները, եթերը դիտելուց հետո անպայման խնդրում եմ սրտիկեք եւ կիսվեք ձեր հարազատների հետ, նաեւ գրեք մեկնաբանություն, որպեսզի Instagram-ը այս իմ սիրուն հավես ինֆորմատիվ եթերը ցույց տա ավելի շատ մարդկանց։ Ես շատ շնորհակալ կլինեմ։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում։ Ցտեսություն։ Մինչ նոր հանդիպում։ Մինչ նոր հանդիպում։